Ասուս մայր պլատայի խնդիրը հետևյալն է, որ այն միացման կնոպկան սեղմելուց հետո գործի չի ընկնում։ Պատճառը գտնելու համար կատարենք դիագնոստիկա։ Սկզբում համոզվենք արդյոք լարումներ կան կնոպկայի մոտ։ Միացման կնոպկայի մոտ լարումները կան։ Սեղմելուց զրոյանում է։ Ռեզետի կնոպկայի մոտ նույնպես կա, որը նշանակում է, որ լարումները կան և այս ոտքերը իրար կպած չեն ինչ-որ մի տեղում կամ մուլտի կոնտրոլորի հետ կապված ինչ-որ խնդիր չկա դեպի այս ուղղությամբ։ Եթե այս կնոպկաները կոնտակտները կպած լինեին, միացնելու ժամանակ նույնպես այն գործի չէր ընկնի, քանի որ պետք է պուլս ստանա մուլտի կոնտրոլորը, որպեսզի այն սկսի աշխատել։ Հաջորդ քայլը արդեն պետք է ստուգենք արդյոք մուլտի կոնտրոլորը բլոկ պիտանիային հրաման տալիս է թե ոչ։ Իսկ այն հրաման տալիս է հետևյալ կերպ։ Երբ մենք սեղմում ենք այստեղ կոնտակտները, մուլտի կոնտրոլորը ֆիզիկապես այս կանաչ ոտքը միացնում է մասսայի հետ, որի արդյունքում լինում է կարճ միացում և բլոկ պիտանիան հասկանում է, որ պետք է միանա։ Մի խոսքով մուլտի կոնտրոլորը այս պահին պետք է կատարի հետևյալ գործողությունը։ Այս ոտքը պետք է միացնի կորպուսի հետ։ Այժմ ստուգենք այդ պրոցեսը կատարվում է թե ոչ։ Եվ իհարկե ստուգենք արդյոք այս ոտքը հասնում է մուլտի կոնտրոլորին թե ոչ։ Ահա սխեման, սա մեր միացման կոնտակտն է, որը հայտնվում է ահա այս դիմադրության մոտ, որից հետո միանում է արդեն մեր մուլտի կոնտրոլորի ահա այս ոտքին, 68-րդ ոտքին։ Իսկ լարումներն այն ստանում է ահա այս դիմադրության միջոցով, որտեղ ահա ունենք հետևյալ կոնտակտները։ Այստեղ ունենք 3 վոլտ, որը միանում է մեր մուլտի կոնտրոլորին որպես սնուցում, որպեսզի այն աշխատի և գնում է դեպի միացման կնոպկաներին։ Այս դիմադրությունը իրենից ներկայացնում է ահա այս սխեման, իր մեջ պարունակում է 4 հատ ահա այսպիսի հավասար դիմադրություններ, մեր դեպքում 8.2 կոմ դիմադրություն պետք է այն ունենա։ Հնարավոր է վնասված լինի նաև այս
դիմադրությունները եւ լարումը չհասնի համապատասխան տեղը։ Այժմ ստուգենք այս դիմադրությունների խումբը եւ համոզվենք, որ կնոպկան սեղմելուց այստեղ մեր մոտ լարումը իջնում է 0-ի։ Իրականության մեջ այդ դետալը ահա սա է։ Կոնտակտների իր միացնելուց մեր մոտ լարումը դառնում է 0, որը նշանակում է, որ մեր մոտ այս կոնտակտը հասնում է մուլտիկոնտրոլորին։ Հաջորդ քայլը արդեն պետք է ստուգենք արդյոք մուլտիկոնտրոլորը այս հրամանից հետո միացնում է կանաչ լարը կորպուսի հետ, որի համար արդեն նորից օգտվենք սխեմայից։ Մեր մոտ այս ոտքը միացման կնոպկան է, այսինքն այս կանաչ ոտը, որը մեր մոտ պետք է միանա այս նույն դիմադրությունների խմբին եւ ահա միանում է մեր մոտ մուլտիկոնտրոլորի 72-րդ ոտին։ Այժմ ստուգենք արդյոք մուլտիկոնտրոլորը միանալուց հետո այստեղ լարումը փոփոխվում է թե ոչ։ Այստեղ ունենք 5 վոլտ, որը տեղափոխվում է այստեղ։ Եվ միանում է մուլտիկոնտրոլորին, որը նորից նորմալ է։ Այժմ փորձարկենք։ Երբ կոնտակտները միացնենք, այն պետք է դառնա 0 վոլտ, որ նշանակում է, որ մոտ այս ոտքերը կպան ու կանաչ ոտքը միացավ կորպուսին, մինուս ոտքին։ Այսինքն համակարգիչը արդեն միացել է ենթադրաբար, երկար սեղմելուց հետո այն պետք է անջատվի, այսինքն վերադառնա նորից 5 վոլտին։ Անջատվեց, որ նշանակում որ ցեփը անջատվեց, բլոկպիտանյան մեր մոտ կանջատվի։ Այսինքն մեր մոտ խնդիրը այն է, որ այս ոտքը չի կարողանում կառավարել բլոկպիտանյային։ Իսկ այս ոտքը մեր մոտ ուղիղ կապի մեջ պետք է լինի։ Ըստ սխեմայի այս ոտքը ուղիղ կապի մեջ պետք է լինի ահա այս կոնտակտի հետ, որպեսզի միանալու process-ը ստացվի։ Այժմ ստուգենք այս միացումը կա թե ոչ ուղիղ կապը։
Այստեղ մենք ունենանք ուղիղ կապ, որը բացակայում է։ Որ նշանակում է, որ մենք ինչ-որ միտեղ ունենք վնասված գիծ, որը չի հասնում այստեղից այստեղ և մուլտիկոնտրոլորը չի կարողանում իտոգում միացնել բլոկ պիտանիային։ Ես արդեն միջև նկարահանումը փորձարկել եմ, ստուգել եմ և խնդիրը այստեղից է։ Ես մեկ անգամ ցույց տամ, ահա այս ոտքը անում այս դիմադրությունով մուլտիկին, այս ոտքը կապի մեջ պետք է լինի այստեղից 4-րդ ոտքի հետ։ Ահա այս ոտքի հետ, որը մեր մոտ հանդիսանում է այս կանաչ լարը։ Մեր մոտ խնդիրը ահա այստեղից է, ազգույշ քանդելու պատճառով վնասվել է դարոշկաները, որի արդյունքում էլ մեր մոտ ուղիղ կապը բացակայում է։ Այժմ վերականգնենք ահա այս գծերը և փորձարկենք։ Մեր մոտ ավելի պարզ լինի, պետք է լինի այս խոսքով վերականգնում ենք այս գծերը։ Վնասված մասը վերականգնեցինք, այժմ ստուգենք։ Կապը վերականգնվեց, այժմ միացնենք և փորձենք։ Վերջ, խնդիրը լուծվեց։ Խնդիրը վնասված դարոշկաներն էին, որի պատճառով էլ կապը բլոկ պիտանիայի հետ անջատվել էր, այդ իսկ պատճառով էլ պլատան չէր կարող գործի գցել բլոկ պիտանիային, որն էլ իր հերթին
մեր պլատային։